Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրում հիմնված ինտենսիվ այգին է, տնկվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ուղղված է հանրապետությունում այգիների տարածքների և արտադրվող արտադրանքի, ոչ ավանդական բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացմանը, արտադրված արտադրանքի որակի և արտաքին շուկայում մրցունակության ապահովմանը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև բնակլիմայական աղետների հետևանքով առաջացող վնասների կանխարգելմանը։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում լայն տարածում գտած ինտենսիվ այգեգործությունը ավանդականից էականորեն տարբերվում է տեխնոլոգիաների նորարարությամբ և մշակման առանձնահատկություններով։ Ինտենսիվ այգեգործության դեպքում տնտեսվարողը պետք է ընտրի թույլ աճեցողություն ունեցող, թզուկային, կիսաթզուկային պատվաստակալների վրա հիմնված սորտերի տնկիները։ Հետագայում նաև շատ կարևոր է խնամքը, և եթե մենք ինտենսիվ տնկիները, պտղատեսակը ինքը ընտրում ենք մոտ, տնկում ենք առավել մոտ, իսկ ավանդականի դեպքում առավել մեծ հեռավորություններով։ Հետագա մշակության բոլոր գործընթացները պետք է կատարվեն ինտենսիվ խնամքի ագրոկանոններին համաձայն։ Հակառակ դեպքում մենք կունենանք լուրջ խնդիր, փոքր սնման մակերես ունեցող մեր տնկիները, մեր արդեն ծառերը չեն կարող իրենց կենսունակությունը պահպանել երկար ժամանակ և ավելին չեն կարողանա ապահովել այն բարձր բերքատվությունը, որը տնտեսվարողը ակնկալում է ինտենսիվ այգեհիմնման դեպքում։ Գարիկ Ասատրյանը ինտենսիվ այգեգործության ծրագրով հիմնված այգում խնձորի 3 սորտ է մշակում՝ Red Delicious, Golden Delicious և Gala։ Ինտենսիվ այգեգործության առավելությունները բազմաթիվ են, ասում է արդեն փորձառու այգեգործ տնտեսվարողը։ Հեշտ է մոտենալ ծառին, աշխատել պտղի հետ, կատարել պահանջվող միջամտությունները։ Մշակման գործընթացը հաճելի է, ստացած բերքի քանակությունը գոհացուցիչ։ Որ նայեք ծառերի քանակը մի հեկտարի վրա, այստեղ բավականին շատ է։ Եթե ավանդական այգում մի 800 կամ 1000 ծառա, խնձորենու մասին է խոսքը, այստեղ մենք ունենք 3700 ծառա ամեն մի հեկտարի վրա։ Իրանց հետ աշխատելն է շատ հեշտ, միջամտություն կատարելն է, պարարտացման հետ կապված արմատային սնուցումների շատ ավելի հեշտ ու արդյունավետ է, որովհետև դու կարողանում ես կաթիլայինի միջոցով շատ արագ պարարտանյութը հասցնել ծառին։ Այսինքն եթե ավանդականում մենք տալիս ենք մի 2 պարարտացում, այս այգում մենք հաճախակի ենք դա անում փոքր դոզաներով եւ արագ միջամտություն, վեգետացիայի տարբեր ժամանակահատվածում տարբեր միջամտություններ։ Ինտենսիվ այգեգործության ծրագրով մի շարք պտղատեսակներ և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսեր են նախատեսված հենց Գեղարքունիքի մարզի բնակլիմայական պայմանների համար։ Մարզում այգեհիմնման առումով առավել նպատակային և նախընտրելի են խնձորենին, տանձենին, սալորենին։ Ծրագրով հատուկ պահանջներ են ներկայացվում տնկիների ձեռքբերման գործընթացին։ Տեղական տնկիներ ձեռք բերելու դեպքում պարտադիր է բուսասանիտարական անձնագրի, իսկ ներկրված տնկիների դեպքում սորտի և որակի հավաստագրի առկայություն։ Ի տարբերություն ավանդական այգեգործության, ինտենսիվի դեպքում տնկիներն ունեն թույլ զարգացած արմատային համակարգ և ցածր ցրտադիմացկունություն։ Եթե մենք տեսնենք ավանդական, այսինքն հիմնված ծառը, այգին շատ լավ արդարացված է տեղի բնակլիմայական պայմաններում, դա չի կարող նշանակել, որ նույն պտղատեսակը կարող է ինտենսիվ այգեհիմնման դեպքում իրեն լավ արդարացնել։ Դրա համար այս հանգամանքը ևս պետք է տնտեսվարողը հաշվի առնի և կատարի մշակաբույսի ճիշտ ընտրություն, հարմարեցնելով տեղի բնակլիմայական պայմաններին։ Գեղարքունիքի մարզի բնակլիմայական պայմաններում արդյունավետ կարող է լինել հաղարջենու մշակումը։ Ազնվամորու դեպքում նախընտրելի են տեղի կլիմային հարմարեցված սորտերը։ Իրենց կարող են արդարացնել նաև ոչ ավանդական բարձրարժեք այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են կոլրաբին, ռուկոլան, պեկինյան և բրուսելյան կաղամբները, ծնեբեկը, դդմազգիներից ցուկինին և պատիսոնը։ Ծրագրում ընդգրկված ոչ ավանդական մշակաբույսեր իրենք պատկանում են որոշ մասը, կաղամբազգիների ընտանիքին ունեն նույն մշակության տեխնոլոգիան, բայց ունեն իրացման բավականին բարձր գին։ Այս առումով, եթե տնտեսվարողը ճիշտ ագրոկանոններ կիրառի, միավոր մակերեսից կստանա բավականին բարձր եկամուտ։ Այս առումով բարձրարժեք են համարվում այս ոչ ավանդական մշակաբույսերը։
Որպես պետական աջակցության ծրագիր, ինտենսիվ այգեգործության ծրագիրն իրականացվում է 2 բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով աջակցությունը իրականացվում է մի քանի ուղղություններով, մասնավորապես կեսից մինչև 500 հեկտար այգի հիմնման համար սուբսիդավորվում է տրամադրված վարկի 9%-ային կետը, կես հեկտար եւ ավելի ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում սուբսիդավորվում է տրամադրված վարկի 9%-ային կետը, ինչպես նաև մինչև 100,000 խորանարդ մետր ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում սուբսիդավորվում է 12%-ային կետը, կեսից 100 հեկտար կարկուտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում եւս սուբսիդավորվում է տրամադրված վարկի 9%-ային կետը եւ բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում սուբսիդավորվում է 1-ից 30 հեկտար մշակության համար տրամադրված վարկի 9%-ային կետը։ 14%-ով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորում իրականացվում է պետական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսվարող երիտասարդների 18-ից մինչև 35 տարեկան, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց, ինչպես նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։ Փոխհատուցման բաղադրիչով աջակցության դեպքում փոխհատուցվում է կես հեկտար եւ ավելի ներդրված արդիական ոռոգման համակարգերի համար կատարված ծախսի 50%, իսկ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածություններում 60%, ինչպես նաև կառուցված կամ ընդլայնված ջրավազանների համար կատարված ծախսի 50%, այդ դեպքում եւս փոխհատուցում տրամադրում է 60%-ի չափով։ Կա սուբսիդավորված տեխնիկա ձեռք բերելու լիզինգային ծրագրեր, որ նաև ոնց որ շարունակությունն է, որտեղ դու այգին կառուցեցիր, քեզ անհրաժեշտ է համապատասխան տեխնիկան։ Այստեղ ամեն ինչով չես կարող աշխատես, անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա, որ դու կարողանաս բոլոր գործողությունները ժամանակին եւ ճիշտ կատարես։ Նորից ասեմ, թերի չի աշխատանքը լինում, այլ ամբողջական համալիր, սենց ֆինանսավորումը ես շատ գոհ եմ։ Դե մենք այսօր սրա շնորհիվ, այդ ծրագրերի շնորհիվ Հայաստանում ունենք բազմաթիվ լավ այգիներ կառուցված, որը որ ես հուսամ ապագայում առաջիկա տարիներում շատ կնպաստի փոխելու մեր մշակույթը այգեգործության։ Այս այգիները հեռանկար ունեն շատ մեծ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից եւ պահանջներից մեկն էլ այգեհիմնման ընթացքում եւ դրան հաջորդող 3 տարիների ընթացքում մասնագիտական խորհրդատվությունն է։ Այն պետք է ապահովվի ագրոնոմիական կրթություն ունեցող անձի հետ տնտեսվարողի կնքած պայմանագրի շրջանակներում։